Ողջույն բոլորին, այսօր Stone Talks-ի հերթական այսպես կոչված հաղորդաշարն է ու ոնց որ խոսք էինք տվել, մեր լոկացիան այսօր հենց Տրավերտինի հանքում է։ Իմ հյուրն է քանդակագործ Եփրեմ Հովհաննիսյանը։ Եփրեմ ջան, ողջույն։ Ողջույն Տարոն ջան։ Մենք այսօր խոսալու ենք տարբեր թեմաներից, սկսելու ենք նախնադարից, գալու ենք նորագույն տեխնոլոգիաներ, ու այդ ամբողջ process-ում փորձելու ենք քննարկել, խոսալ, կռվել ու բոլորիդ ցույց տալ, թե ինչ կապ ունի քարը մարդկության հետ առհասարակ ու որտեղից է այս ամբողջ պատմությունը։ Եփրեմ ջան, որպես սենց ասած առաջի հարց, ես գիտեմ, որ քո հայրն էլ է քանդակագործ, ուղղակի ինքը փայտի ոլորտում է շատ ու գիտեմ, որ ինչ որ ձևով ոգեշնչումդ նաև պապայից է եկել, բայց կուզեմ ավելի մանրամասնես, մենք մի հասակակից ենք Եփրեմի հետ ու ինչն է քեզ դրդե որ գաս այս ամեն ինչի մեջ։ Իրականում Տարոն ջան, ի սկզբանե տրամադրված չեմ եղել քանդակագործ դառնալու, տենց տանը միշտ ես տենում էի պապայիս աշխատանքները բան, երբեք չեմ մտածել, որ կգա մի օր, որ ես իր ճանապարհով կգնամ, այսինքն դա եղել է մինչև երևի 15 տարեկանը։ Դες կարող մի քիչ ավելի ճակատները բացած Դու ինձ մի քիչ առաջ ասեցիր, թե որ ուղղությամբ էիր այդ բժշկական համալսարան ընդունվեմ, բայց որոշումս փոփոխվեց մի օրում ու ես հասկացա, որ ամեն դեպքում իմը քանդակագործությունն է ու արդեն ուղղվածությունս փոխեցի, մասնավոր պարապեցի ուրիշ մարդու մոտ, Չարենցավանում, ընդունվեցի Թեռնեմեզյան ու այդտեղից սկսեց ամեն ինչ սկսեց այդտեղից, բայց փոքրուց այն որ արթնացել եմ, պապաս փայտի փորագրություն էր անում, այդ ինձ շատ հարազատ է այդ ամեն ինչը։ Երևի դա էր էլի, որ բնությունն ինձ բերեց այնտեղ, որտեղ որ պիտի լինեմ իրականում։ Ասեմ, այդ հարցով մենք իրար շատ նման ենք։ Ես 13 տարեկանից ինչ ճանաչող մարդիկ բոլորը գիտեն, կարելի է ասել ապրել ու մեծացել եմ այս հանքերում, քարերի մեջ։ Այն ժամանակ սենց տեխնոլոգիաներ չկային, հանքարդյունանման, հանույթի ձևերը չկային, հաստոցները չկային, ծագման ու պայթեցման միջոցով էր հանքշահագործումը իրականացվում ու ես հիշում եմ, որ 13 տարեկանում ոտքով տնից պապայի հետ գալիս էի, որ այդ պայթեցման օրերին հիմնականում որ գա այնտեղ բան կար, բանակում բան ունեինք, տապիկ կոչվածը։ Տապիկի նման բան է, քաշում ես ինքը զրիվնոյի բան է, ռեակցիա է տալի ու այդ ամբողջ պայթեցումը տենց է իրականացվում։ Ես իր այդ ոտքով գալիս էի, որ այդ մի հատ բանը կնոպկեն սենց ասած սեղմեի, ու հետո ինձնից սենց դավոլնի էթում էյտում, որ ռոձի սաղ ես եմ արել։ Ու այդ մասով մենք իրար շատ նման ենք, ես էլ եմ հորիցս ժառանգե ամբողջ այս process-ները, հանքարդյունանման հանդեպ սերը ու մերն էլ ընտանեկան բիզնես, սենց ասած ու այդ ամբողջ process-ում կա ընտանեկան, այդ արժանապատիվ, հասկացողությունը, վստահությունը իրար հանդեպ ու այն որ մեր հերերը մեզ թողել են այս տեսակ ժառանգություն, այդ արդեն իսկ ոնց որ մեր համար մեծ ճանապարհ է եղել։ Եփրեմ, կասես, լավ, վերջը այս քարի մեջ ինչ կա, որ մարդիկ տարիներով, դարերով, հազարամյակներով փորձում են իր հետ աշխատեն ու չեն հոգնում իրանից։ Միշտ աշխատում են քարի հետ։ Իմ կարծիքով, ես եկել եմ այդ եզրահանգման, որ մարդ արարածը հենց ինքը ստեղծվել է հողից ու քարից։ Այսինքն մարդու բնությունը ավելի մոտ է հողին եւ քարին։ Մարդը տեսակով կառուցված է դրանից։ Ու մենք ինչքան էլ փորձենք գնանք դեպի ժամանակակից աշխարհ ինչ էլ անենք, միևնույնն է քարը մնում է մեր կյանքի անբաժանելի մասը։ Մենք քարով ստեղծում ենք մեր տները, մենք քարով կառուցում ենք մեր առօրյան, քարը մեր քանդակագործության մեջ շատ մեծ դեր ունի։ Ոչ մի նորագույն տեխնոլոգիա չի կարող փոխարինի քարին։ Արի այդ նորագույն տեխնոլոգիաների թեման թողենք մի քիչ հետո անդրադառնալու ենք անպայման։ Հիմա ունենք արհեստական քարերի տեսակներ, որոնք ոչ մի ձև բնության ստեղծված քարին չեն փոխարինում։ Բնության ստեղծված քարը հենց ինքնին այսպես ունեցած մեր հանքը արվեստի գործ է։ Ու մենք ինչքան էլ փորձենք խուսափենք նոր բաներ փնտրենք, մենք հետ ենք գալիս տեղ։
գալիս ենք ստեղ, որտեղից որ ստեղծվել ենք, այսպես ասած։ Նա ես հենց ասեմ շուկային որոշակի տիրապետելով կարամ ասեմ, որ տուֆի, հա, հայկական տուֆի պահանջարկը նորից քո ասացի նման հետ է վերադառնում, այսինքն կար մի պերիոդ, որտեղ տուֆի օգտագործումը որոշակիորեն քանակապես պակասել էր։ Վերջին 2-3 տարիներին տենդենսը գնում է, որ տուֆի պահանջարկը ավելի է մեծանում։ Իհարկե, այդտեղ որոշիչ դեր ունեցավ սև տուֆի ու սպիտակ տրավերտինի համադրությունը, բայց անգամ այն մեր հին քանդակագործական աշխատանքների վրա այդ զգացվում է մարդիկ գնում են դեպի հինը, դեպի հնությունը։ Ես տարիներ առաջ բախվել եմ սև կոնկրետ տուֆի պակասին։ Խաչքարագործության մեջ շատ Հայաստանում կոնկրետ շատ օգտագործվում է տուֆը։ Որպես թե սիմվոլիկա, որ դա հայկական քար է եւ կոնկրետ խաչքարագործության մեջ շատ ավելի հեշտ կառավարվող քար է ինքը։ Ավելի ճիշտ է օգտագործվում, մրամռն էլ է օգտագործվում, բազալտն էլ ենք օգտագործում հայկական, բայց տուֆը կոնկրետ հատկապես արտասահմանում հայի սիմվոլն է, ծիրանն է, մեր նույն ծիրանն է քարի տեսքով։ Ու վերջի ժամանակներում ես հանդիպել եմ այդ խնդրին, որ չկար, պրոստը տուֆի արտադրությունը կանգնել էր, որովհետև բացատրվում էր, որ պահանջարկ չկա։ Կար դες։ Մի հատ խաչքարի համար ոչ մեկ չէր պատրաստվում սենց հանքշահագործեր տուֆի, որ տարվա մեջ 10 հատ խաչքարի քար ծախեր։ Բայց Եփրեմ, ես գիտեմ նաև, որ դու քանդակագործես ոչ միայն խաչքարագործության ոլորտում, այսինքն մենակ խաչքարներ չես քանդակում, ունես ավելի նորագույն մտածելակերպ, ասենց ասած, ունես ավելի ուրիշ մոտեցում քարի վերաբերյալ, ինչով է պայմանավորված այդ պահանջարկն է քեզ ստիպել որոշակի խաչքարագործությունից հետ կանգնելու, թե ինքդ ես որոշել, որ պետքա ստեղծես կամ պետքա աշխատես ինչ-որ նոր պրոդուկտների կամ նոր վիզուալի վրա։ Ի սկզբանե առաջի գործս կոնկրետ, որ կարամ համարեմ առաջի այդպիսի աշխատանք, առաջարկ է եղել գործնական, որ տրավերտինը կոնկրետ օգտագործենք դեկորատիվ արվեստի մեջ։ Ստանանք դեկորներ, որոնք որ կօգտագործվի կենցաղում, ռեստորաններում, կապ չունի վայրը։ Հետո արդեն ինքնասնիկյան ես եմ, ոնց որ դա ինձ ուժա, տալչոկ ա եղել, հայերեն բառը չգիտեմ կարող տալչոկ, բրթում։ Ես սկսել եմ արդեն ինքս մտածել, սարքել նոր բաներ, որոնք ավելի շատ օգտագործվում է կենցաղում եւ ռեստորանային բիզնեսներում։ Ուզում եմ հասկանամ մարդիկ քարը ինտերիերում, հա, ռեստորան կլինի, կոմերցիոն տարածք կլինի, տուն կլինի, ուզում են տեսնեն որպես դեկոր, թե ուզում են տեսնեն որպես ոգեշնչում, որպես պատմություն, որպես, չգիտեմ, տակ ինչ-որ մի բան, ոնց ես կարծում։ Մաքսիմալ անկեղծ, մենք դրա համար ենք հավաքվել։ Մեծամասնությունը, ովքեր փորձում են իրենց ինտերիերում օգտագործեն քար, օգտագործում են զուտ ցուցադրության համար։ Այսինքն քարը նյութը, որը որ ստատուսի հետ կապ ունի։ Կան մարդկանց նաև մի խումբ, որոնք քարն օգտագործում են ավելի ճշգրիտ։ Այսինքն հարմարավետություն, դեկոր, շունչ, այսինքն բնության շունչը տուն բերելով։ Ես ավելի շատ հավանում եմ երկրորդ տեսակ մարդկանց ու սիրում եմ իրանց հետ աշխատել, որովհետև առաջի տեսակը իրեն համար կապ չունի, դա ձեռագործ է, թե օրինակ, չգիտեմ, ինչ-որ սալիկ է, որը որ հատակին դրված է։ Ճիշտ եմ հասկանում, որ ըստ քո ասացի, քարը դարձել է ճոխության ցուցադրման ինչ-որ գործիք։ Իհարկե, ստատուս է։ Ցանկացած մարդ, ով այսօր փորձում է իր տան մասին խոսենք, բակը կամ ինտերիերը զարդարի ձևավորի քարով, առաջի գաղափարախոսությունը կայանում այնտեղ, որ ցույց տանք։ Լավ, որ եկանք հասանք այդ կետին, մեր դիտողներին ասենք, հա, մեր ծանոթության աղբյուրը, ես ու Եփրեմը իրար հետ համագործակցել ու համագործակցում ենք Ամար ռեստորանի շրջանակներում, ինձ թվում է բոլորիս ծանոթ է Ամար ռեստորանը, արի դու սկսի Ամար ռեստորանի պատմությունից, որովհետև դու ավելի վաղուց ես ներգրաված եղել, հետո նոր մենք միացել ենք քեզ։ Ամար ռեստորանը մենք սկսել ենք 23 թվականից, ռեստորանը կար, արդեն հետո ձևափոխվեց։ Այստեղ մի հատ
պետքա հարմարվել։ Ես էլ հարմարվում եմ ու երկար պատմեմ 23 թվականից մինչ օրս։ Ու առաջի առաջարկը եղավ դիզայներական կամպանիայից ճարտարապետական, որ պիտի սարքեինք պրոստը լվացարաններ։ Ամենաառաջի խնդիրն է քարերը ոչ հայկական էին, բերված Պարսկաստանից, լվացարաններից հետո սկսվեց արդեն մնացածը, արդեն Հայաստանից գնեցինք տրավերտինի գլիբաներ, ռեսեպշնը, հյուրընկալների սեղանը, սարքեցինք ու տենց անցած տարվանից սկսեցինք համագործակցել ձեր հետ, արդեն դուք տեղյակ եք մնացած ամեն ինչից։ Ասեմ, որ սկիզբը հեշտ չի եղել իրականում, որովհետև սկզբում հենց սկզբից Եփրեմի հետ չենք համագործակցել, պրոյեկտի ղեկավարների հետ ենք սկսել աշխատել, մինչև այն պահը, որ Եփրեմը ասեց ստոպ, եկեք ավելի լավա դուք ձեր գործով զբաղվեք, ես էլ արանքին այդ միջանկյալ դերը կվերցնեմ ին վրա ու դրանից հետո շատ ավելի արդյունավետ կարամ ասեմ, որ շատ ավելի արդյունավետ է եղել մեր համագործակցությունը, այսինքն կոնկրետ, բնական քարից հասկացող մարդու հետ աշխատելը միշտ ավելի հեշտ է։ Եղել են դեպքեր, որ ինչ որ ֆունկցիաներ Եփրեմն է ասել, դուք էդի մի արեք, ես կանեմ, ինչ որ ֆունկցիաներ մենք ենք ասել ու ամենակարևորը նոր դրա մասին էինք խոսում, Եփրեմը առաջի անգամ երբ եկել էր հանք, ես տեղ չեմ եղել, տղերքը իրան տարել էին այն ամենավորակյալ, բան, այսօրվա պահանջարկ ունեցող, սպիտակ առանց ծակոտեն, բարձր որակի պրեմիում կարգի տրավերտինի վրա ու երբ որ ես եկա բան, հանք, տղերքը ինձ ասին, մի հատ տղա էր եկել, ասեց ինձ ինչ ասեք որտեղ եք դուք ձեր զիբիլը թափում ու գնաց այդտեղ ինչ որ քարեր մահգալի դրանից էլ սկսել է իմ ու Եփրեմի տենց սերտ հարաբերությունն ու համագործակցությունը իրականում զիբիլ ասվածը շատ կոպիտ բառ է, բայց դեկորատիվ արվեստի մեջ իդեալական ամբողջ քարի պատմությունը հենց ճակերտավոր վատ քարի մեջ է, որ մարդը անցնելուց տեսնի օրինակ հենց նույն ամառ ռեստորանում գործ ունենք, ձեզանից նախավերջի վերցրած պատվերը, որ գլիբը ճղել ենք, թեքել ենք, գեղեցկությունն իրա ոնց որ մի հատ նկար դառած լինի։ Այդ երբեք չի կարա իդեալական քարից դուրս գա նման բան։ Ну իդեալական ոչինչ չկա իրականում, Ճակերտավոր բայց իսկական գեղեցկությունը հենց բնության տված այդ անմշակ բանի մեջ է, էլի։ Մենք չենք կարա բնության պես արվեստ ստեղծել։ Մարդը դեռ չի Եփրեմ կարանք, քանի որ վերջին շրջանում, մոտ մի տարի, 2 տարի համար ռեստորանը տենց դարել է երիտասարդության ամենապահանջված, ամենացանկալի վայրերից մեկը, կարանք սենց մենք հպարտորեն ասենք, որ մենք մեր ներդրումն ունենք այդ ռեստորանի կայացման մեջ։ Պարոն, շատ մեծ ներդրում ունենք, թե քարի որակի առումով, ես կարամ ասեմ, որ քարը շատ բարձր որակի է։ Ես երբեք խնդիրների չեմ բախվում, քարը սխալ ճաքեց, պոկվեց, իմը շատ մեծ հարվածներից է կախված, իմ կստանամ ես թե, չէ՞, ու դեռ չեմ ունեցել նման խնդիր։ Ու այդ ամեն ինչը փոխկապակցված մենք այնքանով ներդրում ունենք, որ ես որպես արվեստի մարդ ներդրում ունեմ այնտեղ, դու որպես հանքարդյունաբերող քո ներդրումն ունես որակյալ քար տալով։ Տես, գիտեմ, որ փորձ ունեցել ես ընդհանուր առմամբ արտադրողների հետ հարաբերվելու ու գիտեմ նաև մեր արտադրողներին, մեր քարտադրողների միության անդամ ընկերություններին ու ընդհանուր առմամբ մեր ամբողջ գործունեությունը միտումը նրանումն է, որ հայկական քարը միջազգային շուկաներում դուրս բերենք որպես բրենդ ու մեր ամբողջ քայլերի հերթականությունը միտված է դրան։ Մեր արտադրողների հետ մենք ժամանակ առ ժամանակ հանդիպում ենք, քննարկումներ ենք ունենում, որոշակի հարցերի լուծումներ ենք փորձում տալ։ Դու հարաբերվելով քար արտադրողների ու արդյունաբերության հետ sense ասած, ինչ փորձ ես ունեցել, ինչը կուզենայիր, որ փոխվեր ու ինչ մտածելակերպ կուզենայիր, որ ներդրվեր։ Շատ լավն էր հարցը, ամենակարևորը կուզեմ, որ ցանկացած արտադրության, քար արտադրության մասին մասնագետները երբ որ աշխատում են, ինդիվիդուալ մոտենան ամեն հաճախորդին։ Դա շատ կարևոր է։ Այդ բացը մենք ունենք։ Ինդիվիդուալ մոտենալը վերաբերվում է սրան, որ քանդակագործի պահանջն այլ է, շինարարի պահանջն այլ է,
չգիտեմ, փողոցում ինչ-որ տենդեր շահողի պահանջն այլ է։ Երբ որ բոլորը համեմատվում են ինչ-որ մեկի հետ, օրինակ շինարար, ես ոչ մեկին չեմ ասում, բոլորի մասնագիտությունը գնահատում եմ 100%-ից 100-ից 100։ Ուղղակի պետք է հասկանալ մարդը ինչի համար է դա օգտագործելու։ Ձեր հետ աշխատելու ամենամեծ կոմֆորտը ինձ դա է։ Ինձ ինդիվիդուալ մոտենում են որպես քանդակագործ։ Իսկ գիտեն ձեր աշխատողները, ես ինչ պահանջ ունեմ։ Ես վստահ եմ, որ մի օր մենք պրոյեկտ կունենանք նաև մեր մնացած արտադրողների հետ ու կհամատեղենք, հա, բոլորիս լավագույն արտադրանքը ու լավագույն պրոդուկտը ու կստանանք մի հատ իմ նպատակն է ընդհանուր առմամբ այն, որ մի օր մենք ունենանք մի վայր, որտեղ թե մեր քաղաքացիները, թե տուրիստները, հա, կարողանան գան ու տեսնեն հենց քարի ուժը ու տեսնեն այն ինչ որ կարա լինի անմշակ քարից, այսինքն ոչ ֆասադային քարերից են սիրուն պուպու շենքերից բացի, ինչ կարա լինի, դրանով է նաև պայմանավորված, որ մենք շատ հաճախ կազմակերպում ենք տարբեր տեսակի, հա, միջոցառումներ, որոնցից ամենաճանաչվածն ու ամենահայտնին հայկական քարերի փառատոնն է, որի շրջանակներում օրինակ 25 թվականին մենք ցույց տվեցինք, որ ոնց է կարելի ներկով նկարել քարի վրա ու ինքը կմնա, կպահպանվի, չի մաքրվի, լվանալուց չի կեղտոտվի ու ինքը կարա լինի քարը օգտագործվի նաև որպես կտավ, սենց ասած։ Մենք Եփրեմի հետ ունենք նոր գաղափար, որը շուտով ինձ թվում է մարդկային գործոնը հենց կարողանանք հա ռեսուրսը համալրել, արդեն կհանդիպենք այդ ֆորմատում ու ցույց կտանք, թե ինչ պրոյեկտ ենք անում Եփրեմի հետ։ Ինքը այդքան էլ կոմերցիոն պրոյեկտ չի, կարանք համարենք այդ մեր նյութի Եփրեմի գաղափարների ու քանդակագործների աշխատանքի արդյունքն է լինելու։ Իմ համար ամենակարևորը որ մեր գաղափարը ակտիվ կարողանանք հա ես չեմ ասում վաճառել, ցուցադրել։ Եփրեմ, մի հատ թեմայից շեղվենք, էլի։ Այս հարցը ես բոլորին տալիս եմ, դու ոչ մեկից պակաս չես քեզ էլ եմ այդ հարցը տալու։ Արհեստական բանականությունը քանդակագործներին փոխելու է, թե չէ։ Արհեստական բանականությունը մեր գործին խփողն է։ Բացատրեմ խի։ Ապա ցանկացած մարդ ունի ինչ-որ իդեա, որը ուզում է իր բակում ունենա կամ քանդակի տեսքով, էլ մեզ չինգի։ Ոչ, դիմում են արհեստական բանականությունը։ Երբ որ արհեստական բանականությունը սարքում է իր ուզածը, փորձում են մեզ ասել, որ տեսեք հնարավոր է սա ստանալ։ Ու երբ որ դու բացատրում ես, որ հարգելի է, դա անհնարավոր է։ Ձեր մոտ վիզուալ քարը 3 սանտիմետր է, ուզում ես ջարդենք, չի ջարդվի, բախում է տեղի ունենում հաճախորդ եւ քանդակագործ։ Արհեստական բանականությունը ոչ չի կարա գա քո ձեռքի աշխատանք։ Այդ արհեստները։ Ինձ թվում է ստանոթները շուտվանից են, բայց ձեռքի աշխատանքը միշտ գնահատված է եղել իմ կարծիքով ու գնահատվում է ու քանի ժամանակները գնում են, այդքան ձեռքի աշխատանքը էլ ավելի է կարևորվում ու էլ ավելի է գնահատվում։ Կան թվածրագրային կառավարման փաստոցներ, որոնք անում են կարելի է ասել, թե նույն աշխատանքը ինչ որ քանդակագործը, բայց երբ որ մարդը գիտի, հա, հաստոցի կատարած աշխատանքը ու մարդու կատարած աշխատանքը, այդ ջերմությունը ոնց որ չի արտացոլում հաստոցի արածը, այսինքն ցանկացած քանդակագործ, եթե ես ճիշտ գիտեմ, իր ցանկացած պրոդուկտի վրա թողում է իր հետքը։ Այդ կարա լինի նշանի տեսքով, այդ կարա լինի նշանի տեսքով, այդ կարա լինի ինչ որ հին հայկական, հա, նախշազարդի տեսքով։ Ես գիտեմ, որ դա բոլորն անում են։ Նախնի սիմվոլներով նաև։ Ու որ դա մենակ քանդակագործի։ Դրա նպատակը ճիշտ եմ հասկանում, մենա որ մեզանից հետո, հա, տարիներ, տասնամյակներ, դարեր հետո մեր ժառանգները, թորները, ծորները տեսնելուց, այսինքն մենք այդ զարդը կամ այդ նախշը, որ թողում ենք մեր գործի մեջ, նաև թողնում ենք մեր հետնորդներին, որ իրանք հասկանան որտեղ է իրանց պապը աշխատանք արել։ Տեսեք, սա խնդիր կայանում է սենց։ Հաստոցի արված աշխատանքը, եթե ենթադրենք օրինակը բերենք Խաչքարով, շատ գերիդեալական։ Ինքը ամբողջ զարդանախշերը ճշգրիտ մի հավասարության, մի խորության, հորսած հաստությունները նույնն են, ամեն ինչը շատ գերիդեալական է։ Իսկ արվեստում իդեալականը չի գնահատվում։ Եփրեմ,
որ հնարավորություն ունենայր Երևան ինչ որ բան փոխել, մեկ բան։ Ինչը կփոխեիր։ Ասեմ ինչը կփոխեի, Երևանի անշուք շենքերը կքանդի։ Ինչ շենքերը նկատի ունես։ Միանշանակ ոչ։ Նոր շենքերը։ Ոչ բոլորը, բայց կան անշուք լուցկու տուփեր sense իրար հետևից դրած ինչ որ չգիտես ինչի համար են։ Ես քո հետ այդ կարծիքը միանշանակ կիսում եմ։ Հիմնական փոփոխվող բանը, որը ես կուզեի տեսնեի Երևանում, կուզեի տեսնեի հայկական զարդարվեստի ամբողջ շունչը։ Այսինքն մեր Հայաստան եկող տուրիստը, որ մտներ Երևան, ոչ միայն հիանալ հրապարակով Ամիրյան փողոցով կամ Արամի փողոցով մի 3 կետ, այ ամբողջ Երևանը այդ տենց լիներ։ Համաձայն եմ քո հետ, բայց մյուս տեսանկյունից էլ երկրի տնտեսական շարժիչ ուժն է այսօր դարել շինարարությունը ու դրսից մեծ ներդրումներ է գալիս Հայաստան։ Օրինակ ես կանեի հետևյալ կերպ թաղամասերը, այն նոր Շենգավիթը, Բանգլադեշը, չգիտեմ, Մասիվը, ամեն մի թաղամաս ինչ որ մի վիզուալ տեսքի կտայի, ինչքանով որ հնարավոր է դա իրականացնել։ Ասեմ, ահա որ ջղայնացել եմ, պրոստը քաղաքին էր հարցը վերաբերվում դրա համար։ Ամիրյան փողոցի վրա մենք ունեինք մի սև սիրուն շենք։ Հա։ Այդ շենքը հիմա սերի է, մոխրագույն։ Ներկել են պրոստը։ Այդ ներկը շատ բան թեմա է, նայ իմ համար դա բարբարոսություն։ Ես քեզ խնդրեմ, որ Դալմայի փողոցը որ կա, Դալմա մոլի չէ, հետևի փողոցը, անցնելուց նայ ուրեմն մի հատ առանձին թակ շենք կա կառուցված։ Մոնթե Մելքոնյան փողոցի մասին։ Այո։ Որտեղ երես պատումը իրականացված է հայկական տրավերտինով, բայց սպիտակ լատեքսով ներկած է այդ քարը։ Պարոն ջան, դա էլ է շատ վատ, բայց հին պատմամշակութային ժառանգությունը պրոստը դնել ու սերի ներկել, չգիտեմ ով է դա ապրում տվել։ Ով ասե, օքեյ, ներկել։ Աստորեն մենք դեմ ենք մեր պատմությունը ու մեր հայկական նախշազարդերը, քանդակագործությունը, ճարտարապետությունը փոխելուն։ Ես շատ դեմ եմ։ Կանան սարքեն նորակառույց շենքեր, երկնակերեր նույնիսկ։ Ես շատ կողմ եմ դրան։ Իմ համար ինչքան նոր, այդքան ոնց որ նոր շունչ, երիտասարդանում է քաղաքը, դա շատ լավ է։ Բայց էլեմենտար պիտի պահվի հայկական շունչը։ Միանշանակ։ Ես չեմ ասում ամբողջը անցնենք Թամանյանական գծագրով ու տենց քաղաքը մնա ոնց Թամանյանը գծել էր։ Չէ, օքեյ, Թամանյանը գծել էր, բայց հիմա ժամանակներ են փոխվել, հարմարավետություններ է պետք ավելի, բայց չշեղվենք։ Մենք շատ հզոր զարդարվեստ ունենք հայերս, շատ հզոր։ Ես մի օր Թերլեմեզյանում հյուր էի ու ինձ ցույց տվեցին հայկական զարդանախշերի գիրք, զարդարվեստ էր կոչվում, հա։ Եփրեմ ջան, շնորհակալ եմ շատ լավ զրույց ստացվեց ինձ թվում է։ Ու վստահ եմ, որ մենք դեռևս էլի ենք հանդիպելու, ունենք տարբեր քննարկելու թեմաներ, տարբեր պրոյեկտներ, որի իրականացման ընթացքում ու ընթացքից հետո վերջում նորից սենց կհանդիպենք, կզրուցենք։ Ես էլ եմ շատ ուրախ էի շատ, շնորհակալ եմ։ Ես էլ եմ շատ շնորհակալ ընկալելու համար եւ այս հանքը շատ հարազատ դառած հանք։